Բարև ձեզ, հարգելի Facebook-յան ընկերներ, ովքեր որ մշտական հետևում են մեր ընկերության գործունեությանը, գիտեն, որ երկար ժամանակ ես պարբերաբար լայվ սթրիմներ էի անում, միացումներ, բիզնեսի տարբեր թեմաներով։ Ուրեմն այսօրվա լայվը լինելու է մարքեթինգի թեմայով, իրականում սա վեբինարի կոնցեպտով ենք այսօր անցկացնում, ովքեր որ հարցեր ունեին, նախապես կարող են ուղղել այդ հարցերի պատասխանները տամ, ովքեր որ ուղղել են հարցերի պատասխանները կտամ, ովքեր որ ոչ ընթացքում կարող եք հարցեր տալ, ես ուղղակի պատրաստել եմ մի 45 րոպեից մինչև 1 ժամանոց լայվ սթրիմ, կփորձեմ այդ ժամանակահատվածի մեջ հնարավորինս ձեզ մատուցեմ, ուրեմն այսօրվա մեր լայվի հիմնական թեմաները։ Բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել, ներկայանամ ես Հայկ Մանասյանն եմ, Մանասյան Consulting Group բիզնես կրթական խորհրդատվական կենտրոնի հիմնադիրը, բիզնես փորձագետ, բիզնես տրեյներ, բիզնես խորհրդատու եւ այդպես շատ տարբեր բաներով ենք զբաղվում։ Մեր ընկերությունը Մանասյան Consulting Group-ը, ինչպես անվանումից արդեն պարզ դարձավ, զբաղվում է բիզնես խորհրդատվությամբ, մեր կայքը Մանասյան Group, մենք աշխատում ենք Հայաստանի գրեթե բոլոր ինդուստրիաների առաջատար ընկերությունների հետ, կայքում այդ ամենը կտեսնեք, հիմնական մեր ուղղությունները դա բիզնես կրթությունն է, մենք ունենք բիզնես դպրոց, բիզնես սեմինարների շարք, կորպորատիվ տրեյնինգներ, քոչինգային ծրագրեր, մեկը դա բիզնես կրթությունն է, մյուս ուղղությունը դա բիզնես խորհրդատվությունն է, որը որ նշեցի, շատ տարբեր ինդուստրիաների հետ ենք աշխատել, խորհրդատվության մեջ իրականացնում ենք մարքեթինգային խորհրդատվություն, ստրատեգիական մակարդակով, կառավարչական խորհրդատվություն, ռեինժինգների մակարդակով, այսինքն վերաձևակերպում ռեինժինգինգ ենք ենթարկում բիզնեսը, ուրեմն վաճառքային խորհրդատվություն, ստեղծում ենք վաճառքի բաժիններ, վաճառքի բիզնես պրոցեսներ եւ դիագնոստիկաներ ենք իրականացնում ընկերություններում, այսինքն ընկերության բիզնես խնդիրների փորձագիտական, անկախ, խորը ախտորոշման արդյունքներով է ձևավորվում արդեն խորհրդատվական պրոյեկտների ուղղությունները։ Մյուս մեր ուղղությունը, որ մենք այս տարի ենք արդեն ստարտ տվել ավելի օֆիցիալ ձևով, դա կադրային աջակցության կենտրոնն է, մենք ունենք ուրեմն հատուկ ուղղություն բիզնեսներին համապատասխան կադրերով ապահովելու զինելու նոր ուղղություն է, չնայած ժամանակին անում ենք, բայց ոչ ավելի այդպես համակարգված տեսքով կադրային աջակցության ուրեմն կենտրոն, մյուսն էլ դա ուրեմն մեր նոր ուղղություններից մեկն է Հայաստանում էլի առաջին եւ միակ, ես ինչ որ ասում եմ, հիմնական ուղղությունը մենք առաջին ու միակն ենք։ Դեռևս մյուս ուղղությունը դա Հայաստանում բոլոր բիզնես մասնագետների համար գիտելիքների ստուգման տեստավորման կենտրոն ունենք, որպեսզի նոր մարդկանց, ովքեր նոր են միանում լայվին ծանոթ չեն մեր ընկերությանը, ավելի հասկանալի լինի, այստեղ կոմենտում կգրեմ մեր կայքը, կարող եք կայքը մտնել, հետո նայել լայվից հետո ձեզ համար ավելի պատկերով կլինի, թե ինչով ենք մենք զբաղվում։ Հեսա կայքը տվեցի Մանասյան 3W կներեք նա տեսնեմ ճիշտ գրեցի։ Այո, Մանասյան։ Անցանք այսօրվա թեմային։ Իմ մասին ասացի, ընկերության մասին ասացի։ Ես նաև Մանասյան վաճառքի դպրոցի հիմնադիրն եմ։ Ուրեմն մարքեթինգի թեմայով այսօրվա մեր լայվը ես ուզում եմ, որ շատ հանրության, շատ մարդկանց, ովքեր հետաքրքրվում են մարքեթինգով, շուտով մենք մարքեթինգի դասընթաց ունենք, դիֆերենցիալ մարքեթինգ թեմայով, ուզում եմ ավելի շատ կոնցեպտուալ, ավելի շատ բացեմ, ինչ ասել է մարքեթինգ, իմ տեսլականից, իմ փորձառությունից, մեր ընկերության կուտակած փորձառությունից ելնելով, ինչ պետք է հասկանալ ժամանակակից մարքեթինգ ասելով, իդեպ ասեմ, որ մարքեթինգը վերջին 100-ամյակի գիտություն չի, շատերի թվում է, թե մարքեթինգը վերջին 50-60-70 տարում է զարգացել, բայց իրականում մարքեթինգի արմատները շատ խորն են, մենք մեծ հետազոտություններ ենք արել եւ մարքեթինգի եւ վաճառքների վաճառականության պատմության շուրջ եւ հետազոտությունները մեզ տանում են հազարամյակներ հետ, հազարամյակներ առաջ վաճառականները, առևտրականները, ծովային առևտրով զբաղվողները հատկապես արդեն իրենց վաճառականության մեջ օգտագործել են մարքեթինգային շատ էլեմենտներ, բայց դրանց մասին շատերը չգիտեն, դրանց մասին չի ասվում, ավելի շատ շեշտադրվում է, որ մարքեթինգը դա ժամանակակից արևմտյան, հատկապես ամերիկյան գիտություն է, իհարկե ամերիկացի հեղինակները կարողացել են սիստեմավորել,
համակարգել են, տվել են ավելի համակարգված ձևով, բայց երբ որ գնում ենք խորքը, տեսնում ենք, որ գիտելիքը շատ հին է, գիտությունը շատ հին է, դրա մասին շատ հետազոտություններ կան, հավանաբար մի օր այդ հետազոտությունները կիսվեն։ Այսօր ես խոսելու եմ ժամանակակից մարքեթինգի մարտահրավերների եւ մարքեթինգային խնդիրների լուծման մոտեցումների մասին։ Ինչպես բոլորը գիտեն բիզնես հանրության մեջ ինձ որպես վաճառքի էքսպերտ, վաճառքի ուղղության ուրեմն մասնագիտացված եւ դպրոցի եւ վաճառքային խորհրդատվության մեջ մասնագիտացված մարդ, բայց ասեմ, որ վաճառքից ավելի շատ եւ վաճառքից ավելի խորը ես ավելի ներգրաված եւ ընդգրկված եմ մարքեթինգի գիտության պրակտիկայի մեջ։ Մարքեթինգը պաշտում է մի ուրիշ ձև, որտեղ ինքը շատ մեծ հնարավորություններ է տալիս անընդհատ լայնորեն եւ խոր ուսումնասիրում մարքեթինգը։ Դրա համար ինչ որ ես մարքեթինգից կխոսեմ, պատկերացրեք, որ դա շատ ավելի պրակտիկ, շատ ավելի կիրառական վաճառքից սինխրոնիզացված մարքեթինգի մասին է, քան ընդհանրապես ինչ որ մարքեթինգային տեսություն։ Մարդիկ կան, որ պատկերացնում են մարքեթինգը մենակ տեսության մակարդակով։ Մենք մարքեթինգի բազմաթիվ սահմանումներ ունենք։ Մարքեթինգի ամերիկյան ասոցիացիաները ունի մարքեթինգի սահմանում բավական գրագետ լուրջ գիտական սահմանում, նաև որ սահմանումը կարդում ես, տեսնում ես ինչքան ամեն ինչը հաշվի առնված։ Ուրեմն մարքեթինգը որպես դիսցիպլինա ուղղություն բիզնեսի վերաբերյալ շատ սահմանումներ կան, ոնց որ նշեցի մարքեթինգի ամերիկյան ասոցիացիաների սահմանումն է տալի բավական գիտական լուրջ։ Սահմանումները շատ տարբեր են, շատ։ Օրինակ ես ինձ շատ է դուր գալիս Պիտեր Դրաքերի սահմանումը, ինքը կառավարման գուրուն է, հայրն է, մենեջմենթի հայրն է, բայց մարքեթինգի մասին շատ հետաքրքիր Դրաքերը մի սահմանում ունի, ասում է մարքեթինգի նպատակը պետք է լինի այն, որ ինքը մի քիչ բացվածքով էլի ասում, այնպես աշխատի մարքեթինգը, որ այդ մարքեթինգի արդյունքում, լավ աշխատած մարքեթինգի արդյունքում վաճառելու ջանքերը, վաճառքի վրա ծախսված ջանքերը դառնան անիմաստ, այսինքն մարքեթինգը այնքան լավ աշխատի, որ վաճառելու բան չմնա, այսինքն վաճառքի process-ի համար արդեն գրեթե ամեն ինչ արված լինի։ Այո, իրական մարքեթինգի նպատակը դա վաճառքային գործընթացը չակերտավոր անիմաստ դարձնելն է, բայց դա անհնար է։ Մենք գիտենք աշխարհահռչակ շատ ընկերություններ, հայտնի բրենդեր, որ էլի վաճառում են, վաճառքի վրա շեշտադրվում են, որովհետև վաճառքն է ժամանակակից բիզնեսի աստվածը, չկա վաճառք, չկա բիզնես, դրա համար ուզենք չուզենք, մենք վաճառքը պիտի դնենք առաջնային պլանում, բայց մարքեթինգը ամեն ինչ պիտի անի, որ վաճառքը էֆեկտիվ աշխատի։ Այսինքն մարքեթինգը ինքը ունի օժանդակող, աջակցող, վաճառքին, այսպես ասած, խթանող բնույթ։ Դա էլ մյուս սահմանումն է։ Մարքեթինգի մասին շատ տարբեր սահմանումներ կան։ Մարքեթինգը նաև որ կարողանում է լիարժեք ճիշտ հանդիպացնել գնորդի եւ բրենդի ցանկությունների եւ կարիքների ուրեմն համադրում իրականացնել, շատ բաներ կա, բայց ես գալիս եմ մարքեթինգի երկար էսին փորձառության, հետազոտությունների, կրթվածության, մարքեթինգի ուղղության կրթության շնորհիվ գալիս եմ մի կետի, որ ժամանակակից մարքեթինգի նպատակը փոքր-ինչ այլ է, օրինակ տեսեք Արտուրն է պատասխանել, ողջույն պարոն, շուկայում ստեղծել պահանջարկ եւ մրցունակներ, այո, այդպիսի սահմանում կա Արտուր ջան, բայց ես իմ այս մարքեթինգի, ելի եմ ասում, տասնամյակների գիտության եւ փորձի շնորհիվ եկել եմ մի այսպիսի յուրահատուկ կետի, որ մարքեթինգի նպատակը դա դիֆերենցումն է, այսինքն մարքեթինգի ամբողջական նպատակը ժամանակակից մրցակցային պայմաններում շուկայում պետք է լինի քո բրենդի դրական դիֆերենցումը, այսինքն տարբերակումը, առանձնացումը, հիմնական միտքը պիտի լինի, որ ինքը մրցակցության մեջից քո բրենդը, քո ընկերությունը կարողանա տանու մյուս կողմ դիֆերենցի, առանձնացնի, տարբերակի եւ հաճախորդները մրցակցային այս մեծ աժոտաժի թոհուբուի մեջ միշտ քո ընկերությանը դիֆերենցված տեսնեն, որ քո բրենդը, քո ընկերությունը ուրիշ է, այլ է, տարբեր է, նույնը չի, այսինքն mass market-ից դիֆերենցում։ Շատ բարդ կոնցեպտ է իրականում դիֆերենցումը, դիֆերենցման գաղափարը, երբ որ ես մի 2 տարի, 2.5 տարի առաջ եմ մշակել եկել դրան, երբ որ ես դիֆերենցման գաղափարն եմ մշակում, շատ լուրջ մարքեթինգային հետազոտողների աշխատանքները, քեյսերը, ուսումնասիրությունները մեր հայկական բիզնեսներին խորհրդատվական փորձը բերեց նրան, որ եթե հիմա այս ժամանակներում մարքեթինգի նայում են դեր տրադիցիոն ավանդական մարքեթինգի սկզբունքներով, որ մարքեթինգի նպատակը գովազդն է, մարքեթինգի նպատակը տեղեկացնելն է, մարքեթինգի նպատակը
ճիշտ գնագոյացում անել, նա ակցիաներ մշակել, նա չգիտեմ, էսա է, վերջին հաշվով բոլորը դա անում են եւ արդյունքում ստացվում է մի բան, որ բոլորը նույն բանն են անում, բոլորը նույն բանն են առաջ խաղացնում եւ ստացվում է, որ դու քո մարքեթինգային արշավներում արդյունավետ չես, որովհետեւ խառնում ես մարքեթինգային աղմուկին, մարքեթինգային այդ աղմուկի մեջ քո ընկերությունը չի երևում, կորչում է, վերջին հաշվով քո բոլոր մարքեթինգային ջանքերը ջուրն են լցվում եւ ընդհանրապես դառնում ես հերթականներից մեկը։ Եվ շատ տարբեր ստատիստիկաներ կան, որ եթե դու հերթականներից մեկն ես, կամ դու նույնպես ինչ որ քո մրցակիցներն են, վերջին հաշվով հաճախորդ ընտրմանորեն ով ավելի էժան է։ Նորմալ է, չէ՞։ Շատ նորմալ մոտեցում է, եթե դու նույնպես ինչ որ մյուսները, ինչի ես պիտի ավելի թանկ վճարեմ կամ ավելի բարձր արժեք տամ, կընտրեմ նրան ով ավելի էժան է։ Եվ որպեսզի չաշխատենք ավելի էժանի սեգմենտում, մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի դիֆերենցվենք։ Մարքեթինգի ըստ իս ժամանակակից մարքեթինգի հիմնական նպատակը պետք է լինի դիֆերենցումը։ Ինչի համար, որովհետև միջին հաճախորդը ամեն օր միջին ակտիվ հաճախորդը ամեն օր ստատիստիկա է, ես հիմա վիճակագրություն ձեզ ասում, միջին վիճակագրական սպառողը օրական 5000-ից ավել մարքեթինգային մեսեջներ է ստանում։ Ինքը միգուցե դա չի նկատում, միգուցե դա ինքը չի ֆիքսում, տարբեր տեսակի գովազդներ է տեսնում, տարբեր տեսակի բիլբորդերի վրա է կարդում, տարբեր մեսեջներ, Facebook-ով ամենտեղ, օրական միջին վիճակագրական սպառողը 5000-ից ավել մարքեթինգային ուրեմն մեսեջներ է ստանում։ Պատկերացնում եք, թող լինի 5000 չլինի 3000, լինի 1000, ամեն մեկի մոտ տարբեր կարող լինի, բայց այդ քանակի մեջ շատ դժվար է որոշում կայացնելը։ Իսկ մարքեթինգի նպատակը պետք է հաճախորդի ուղեղների մտքերի համար պայքար լինի, այսինքն ուշադրության պայքար է։ Ժամանակակից մարքեթինգը հաճախորդի ուշադրության պայքար է, որտեղ այսօր բոլորը ֆոկուսավորված են հաճախորդի ուշադրությունը դեպի իրենց կանանելու մեջ։ Ամեն ինչ այսօր աշխարհում որ կատարվում է, դա սպառող ուշադրություն դեպի իրենց քաշելու մեջ է, եւ մարքեթինգի նպատակը հենց ուշադրության համար է։ Իսկ ո՞նց կարաս դու ուշադրության համար պայքարես, եթե դու դիֆերենցված չես, դու բոլորից մեկն ես։ Այսինքն այդ 5000 եւ ավել մարքեթինգային օրական մեսեջների մեջ հաճախորդը կարիք ունի դիֆերենցված, առանձնացված, տարբերակված կամ տարբերվող ուրեմն մեսեջների։ Մյուս վիճակագրությունն է, որ բիզնեսների 73%-ը այսօրվա դրությամբ պայքարում են, անընդհատ ուրեմն աշխատում են, որպեսզի իրենց մեսեջները, իրենց ստեղծած մեսեջները տարբերակվի, դիֆերենցվի։ Բոլորը հասկացել են, որ նույն մեսեջներով հնարավոր չի մրցակցել։ Գիշեր մի ժամանակ Հայաստանում շատ տարածված ֆրազաներ կար, չէ՞ գովազդների մեջ, էլիտար, ամեն ինչին էլիտար էին ասում, այնքան բոլորը սկսեցին էլիտար ասել, ոչ մի բան էլիտար չդարձավ։ Կամ մաչելիգին բարձր որակ այդ մյուս տերմինները, կամ անընդհատ կրկնվող մարքեթինգային մեսեջները ոչ մի բան չեն տալի։ Առաջ անգամով որ ասեց էլիտար, ինքը շահեց, երկրորդ անգամով որ ասեց, ինքը երկրորդ համարի տակ գնաց, բայց երրորդ, չորրորդ, հինգերորդ բրենդը, որ էլիտար բառը օգտագործեց, դառավ սովորական բառ։ Այսինքն այսօր բիզնեսների 73%-ը պայքարում են, որպես իրենց մեսեջները, իրենց մարքեթինգային ուրեմն պատգամները, մտքերը, ինսայթները տարբերակված լինեն, դիֆերենցված լինեն։ Դա լուրջ խնդիր է, դիֆերենցումը այսօր շատ կարևոր խնդիր է։ Դրա համար եմ ասում, ժամանակակից մարքեթինգի նպատակը պետք է լինի դրականորեն դիֆերենցել։ Ես դրա համար եմ մարքեթինգի կուրսը մեր դպրոցում հենց այդպես էլ կոչել եմ դիֆերենցող մարքեթինգ։ Մարքեթինգ, որը քեզ տարբերակում առանձնացնում է մյուսներից։ Դիտեմ ասեմ, այդ կուրսում 27 դիֆերենցման գործիք եմ տալիս մասնակիցներին։ Ոնց իրենք կարողանան ինչ միջոցներով, ինչ գործիքներով, ինչ մեթոդներով կտարբերակվեն այդ մարքեթինգային ամբողից։ Մի մեթոդը չաշխատեց, երկրորդն եմ տալի, երկրորդը չաշխատեց, երրորդը, չորրորդը, 5-ը, 6-ը, 27 դիֆերենցիալ գործիք եմ տալիս, նաև պրակտիկ օրինակներով, թե ոնց կարելի այդ գործիքը կիրառել եւ աշխատացնել։ Ուրեմն մյուս ստատիստիկան դա է։ Շատ ընկերություններում, ուրեմն աշխարհի շատ ինդուստրիաներում այսօր մի հատ տենդենս է գնում, եթե մասնագետներ կան, որից լսում են, կհասկանան ինչ եմ ասում, մի շատ այսպիսի տենդենս է գնում, որ ապրանքներն ու ծառայությունները գնալով ստանդարտացվում են եւ ստանդարտացման արդյունքում կորցնում են իրենց ունիկալությունը։ Այսինքն ամեն ինչ վերածվում է ստանդարտացված ծառայության արդյունքի։
Եթե առաջ մեկ ինչ-որ մի բան ձեռքով յուրահատուկ պատրաստում էր, աշխատում էր, ճկնում էր, խորհում էր, բաներ մտցնում դրա վրա, դառնում էր յուրահատուկ մի հատ իր, այսօր աշխարհը գնում է դրա, որ այդ նույն գործողությունը ստանդարտացվում է, դառնում է միևնույնը, թե այդ պրոդուկտի կամ այդ ծառայության վրա ինչքան մարդկային անհատական աշխատանք է գնացել։ Եվ դրանով կորչում է ինչը, կորչում է առանձնահատկությունը պրոդուկտի կամ ծառայության։ Ուրեմն ինդուստրիաներում գնում է ստանդարտացում, եւ դրանով շատ ավելի դժվար է դառնում մարքեթինգային դիֆերենցման հնարավորությունը։ Սա է մյուս մարտահրավերն է, այսինքն դրա փրկությունը հենց դիֆերենցումն է, նույնիսկ ստանդարտացման մեջ պետք է դիֆերենցվի։ Ուրեմն շատ կարևոր մի հատ էլի պահ, երբ որ հաճախորդները չեն կարողանում առաջինը իրանց ուղեղում, իրանց մտքում, հետո ավելի բարձրաձայն ցույց տալ, բացատրել, ներկայացնել երկու բրենդերի միջև առկա էական տարբերությունը, իրանք երադասում են այն բրենդը, որը ավելի մաչիլ է, որովհետև դրանով մտածում են, որ գոնե կորստի ռիսկը ավելի քիչ կլինի։ Այսինքն տեսնում եք, այս 4 վիճակագրությունը, որ ասացի, սրա արդյունքում որքան կարևոր է, որ մենք կարողանանք դիֆերենցվենք, տարբերակվենք, առանձնանանք, որպեսզի մենք հաճախորդի աչքում չդառնանք հերթականներից մեկը, որպես ընկերություն կամ բրենդ, որ առաջարկում է նույն բանը, բայց չգիտես ինչի ավելի թանկ գնով։ Նորից գալիս է դիֆերենցման գաղափարը։ Հիմա այսօր շուկայում առկա է դիֆերենցիացիայի կրիզիս։ Շատ դժվար է տարբերակվել։ Այդ դիֆերենցիալ մարքեթինգ տերմինը էլ եմ ասում, կարելի ասել աշխարհի մասշտաբով էլ ես չեմ հանդիպել որևէ տեղ դրան, կոնցեպտուալ ինչ-որ ես մշակել եմ տալիս եմ, դա բերած տերմին է, ոնց որ էլի շատ կոնցեպտներ, որ ես ներկայացնում եմ մեր քրթական շուկայում, ուրեմն այդ դիֆերենցման կրիզիսը արդեն եկել է, հասել է նրան, որ եթե դու չունես դիֆերենցում, այսինքն ընկերությունների ուրեմն այն տոկոսը, որը որ պայքարում է հաճախորդի ուշադրության համար, ինքը պայքարում է, որտեղ դիֆերենցված չի, եւ դիֆերենցման կրիզիսը հենց բերում է դրան, որ բոլորը պայքարում են հաճախորդի ուշադրության համար, այսինքն պայքարում են, որ հաճախորդը նայի իրենց, թեքվի դեպի իրենց, ուրեմն մոտենա իրենց բրենդին, որովհետեւ իրանք տարբերակված չեն, հասկանում եք, աշխարհում կան դիֆերենցված բրենդներ, օրինակ կարամ բերեմ Govashchen's Apple-ը, դիֆերենցված է, ինքը այլ է, հասել է նրան, պահում է, լավ, հիմնավոր պահում է, ինքը ունի իր տեղը, դիրքը, նշանակությունը, սեգմենտը, գրագետ մարքեթինգը արվել, Jobs-ի գաղափարներով այդ ամենը արվել, Apple-ը դիֆերենցված է, կարծում եմ, Mercedes-ը դիֆերենցված է, տարբեր ոլորտներում կան դիֆերենցված բրենդեր, որ ինչ ուզում լինի, ինքը այլ է, ինքը ուրիշ է։ Եվ բոլոր մնացած բրենդերը, որոնք չեն կարողացել դիֆերենցվել, ի սկզբանե իրենց ստրատեգիան ճիշտ չեն դրել, հիմա պայքարում են հաճախորդի ուշադրության համար, որովհետև այլապես հնարավոր չի մրցակցության մեջ գոյատևել։ Հետևեք մեզ Մանասյան գրուպի Facebook-յան էջով, Instagram-յան էջով, LinkedIn-ի էջը նոր ենք ակտիվացրել, հետևեք իմ էջերով, Telegram գնացեք, այդտեղ հղումներ ենք դնում լավ ռեսուրսների եւ մեր կայքը մտեք Մանասյան գրուպ, այստեղ դրել եմ շատ ձեր համար օգտակար քաշեք։ Հիմա մյուս կարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, այդ դիֆերենցիացիայի կրիզիսը բերում է շատ հետաքրքիր մի բանի, աշխարհի մասշտաբով, ուրեմն հետազոտություն արվել, եթե չեմ սխալվում 10,000 բիզնեսների օրինակով տարբեր ինդուստրիաների, ուրեմն այս հետազոտությունը հարցումների արդյունքը բերել է նրան, որ աշխարհի բիզնեսների ուրեմն 94%-ը տարբեր ինդուստրիաների, երբ որ իրենց խոսեցրել են, իրենց ղեկավարության հետ հարցումներ են արել, ուրեմն ինդուստրիաների կներեք, ղեկավարների հարցումներով այլ եղել, ղեկավարները կարծում են, ասում են, որ իրենք այսօր գործում են բարձր մրցակցային պայմաններում եւ շատ, ասենց այսպես ասած, միաձուլված է բրենդերի մրցակցության process-ը, այսինքն 94%-ն ասում են, իրանք գործում են բարձր մրցակցային պայմաններում, այսինքն 6%-ն է կարողացել իրան այնպես ուրեմն առանձնացնել, որ ինքը բարձր մրցակցային պայմաններում չգործի։ Սա նշանակում է, որ դիֆերենցիացիայի կրիզիս կա, տարբերակման առանձնանալու կրիզիս կա։ Այստեղ ես տեսա մեր մշտական դիտորդներից Քնարիկ Գևորգյանն է միացել, ողջույն պարոն Մանասյան, ողջույն Քնարիկ ջան։ Անհանգստանում եք լայվերի համար, ոնց որ թե էլի կվերականգնեմ։ Մյուս վիճակագրությունը, որ ուզում եմ ձեզ էլի, այսինքն վիճակագրություն չէ, իր իրականությունը, որ
հաճախորդի սպառողի հոգեբանությունը ոնց է փոխվել։ Առաջ սպառողը շատ բան էր, ավելի մեծ պահանջարկ ուներ, այսօր ավելի պահանջկոտ է։ Առաջ իր պահանջարկն ավելի բարձր էր, քան առաջարկը, հիմա իր պահանջկոտությունն ավելի բարձր։ Այսինքն, եթե ինքը հանդիպում է համանման ինչ-որ մի բանի, նմանատիպ ինչ-որ բրենդերի կամ առաջարկների, անմիջապես ընտրում է իր համար ամենաքիչ ռիսկային, էժան, մատչելի տարբերակը, եւ հետազոտությունների մի ուրիշ բաներ են ցույց տվել, որ բրենդերի հետ երբ որ աշխատում են, այսօր ես էլ կոնսալտինգ պրոյեկտներում երբ որ բրենդերի հետ աշխատում եմ, ընկերությունների, ղեկավարների հետ շատ, այսպես ասած, բան ձևով էլի, սերտ ձևով աշխատում ենք, ուրեմն ղեկավարի զրույցների ընթացքում պարզ է դառնում, որ իրենք էլ են արդեն հասկանում, որ միակ փրկությունը այս խիստ մրցակցության պայմաններում այս կամ այլ կերպ կամ միակ ալտերնատիվը այս կամ այլ կերպ առանձնանալ, տարբերվել, եզակի առաջարկներով ներկայանալ, դա է, այլ բան չկա, նույն բանը կրկները դա հիմարություն է, մրցակցին կրկնօրինակելը դա առավել մեծ հիմարություն է եւ վատ բան է, որտեղ դու վնասում ես եւ քեզ եւ մրցակցին ոչ մի չկա ոչ մի կողմ։ Դրա համար հասկացել են, որ լավագույն ալտերնատիվը նորից դիֆերենցվելն է։ Եվ շատ հետաքրքիր մի բան եմ ուզում ձեզ ասեմ, ինձ հետևողները գիտեն, որ վաճառքային, ուրեմն գիտելիքի տեսանկյունից, վաճառքային ամբողջ այդ կոնցեպտի տեսանկյունից, վաճառքի հոգեբանության տեսակետից ես շատ խորը ուսումնասիրում եմ նաև հաճախորդի մարդու ուղեղը եւ այդ մասով շատ հրաշալի մի սեմինար ունեմ, որը վերջին անգամ դեկտեմբերին անցկացրեցինք 24 թվականի, կոչվում է նեյրովաճառք։ Կարելի ասել առաջ եւ վերջին անգամ էլի հիմնականում բաց ֆորմատով առաջինն էր նեյրովաճառք սեմինարներ, այսինքն նեյրոգիտությունը վաճառքների մեջ, ու այդ հետազոտությունները ինձ բերել են նրան, համոզված եմ դա ձեզ ասում, որ հաճախորդի սպառողի ուղեղը հոգեբանական տեսակետից ավելի հեշտ ընկալում է տարբերությունը, քան նմանությունը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հաճախորդն ավելի լավ տեսնում է տարբերությունը, քան նմանություն։ Նմանություն գտնելը շատ դժվար է։ Տարբերությունը ակնհայտ է, կոնտրաստը մեծ է, այսինքն, եթե կոնտրաստ ունես դու քո մրցակցի համեմատ, դու ավելի նկատելի ես, եթե շատ նույն ես, նման ես, դու գրեթե նկատելի չես։ Տեսեք ինչ հետաքրքիր պահ է, հոգեբանական պահ է, որ պիտի հաշվի առնենք։ Այստեղից աշխատողս մի հատ գիրք խնդրեցի բերեց, բավականաբար այս գիրքը ձեզ ծանոթ է, մանուշակագույն կովը։ Սեթ Գոդինի գիրքն է, The Purple Cove։ Հայերեն թարգմանել եմ այս գիրքը հենց տենց մանուշակագույն կով, ռուսերեն կա։ Այս գիրքը շատ հետաքրքիր կոնցեպտուալ բան է իր մեջ պարունակում, գիտեք, հետաքրքիր պատմություն է Սեթ Գոդինը ասում, Սեթ Գոդինը մարքեթինգի գուրուներից մեկն է, լուրջ մասնակից է, դեպ ասեմ ես բախտ եմ ունեցել սովորելու իր մոտ, իր դասերը, ես շատ մեծ բախտավորություն եմ ունեցել եւ ելի ունեմ սովորելու Ֆիլիպ Կոտլերի մոտ։ Այս վերջերս եկավ իմ սերտիֆիկացիան Ֆիլիպ Կոտլերի ստորագրությամբ, որտեղ այդ մարքեթինգի կուրսերի մեջ եւ Սեթ Գոդինն էր դասավանդում եւ ելի աշխարհում հայտնի մարքեթինգի գուրուներ։ Եվ մի օր դասերից մեկի ժամանակ ուրեմն Սեթ Գոդինը պատմում էր այդ մանուշական կովի կոնցեպտի մասին։ Հետաքրքիր բան էր ասում, պատկերացրեք ոնց որ թե ասում էր, որ դա իրականություն էր, թե մոտարապես պատկերացրեք իրականություն, որ ասում է մեքենայով գնում եք Դանիայով կամ Շոտլանդիայով կամ չգիտեմ հյուսիսի այդ Եվրոպայի երկրներով կամ Շվեդիայով, ասում է երեխան մեքենայի լուսամուտից նայում էր դուրս, կինս ասում էր նայի կովեր են այնտեղ արածում, այստեղ շագանակագույն կով, մի հատ էլ սև կով, մի հատ էլ շագանակագույն կով, ասում է տենց որ կես ժամ երեխան մեքենայով գնա կհոգի չի անընդհատ սև կով, շագանակագույն կով, կհոգնես։ Ասում է ոնց որ երեխայի մոտ հետաքրքրությունը կորավ, բառացի չեմ հիշում, էլի դա իրականություն է, թե ասում էր պատկերացրեք այդպես է, թե չէ, բայց այդ դեպքում էլ նույն իմաստն է արտահայտվում։ Ասում է պատկերացրեք, որ երեխայի հետաքրքրությունը կորի, ասի լավ է, մամա էլ չեմ ուզում կովերին դայմ, հասկացա, կովեն արածում են, մեկ էլ ասում է պատկերացրեք, որ հանկարծ հայտնվի մանուշակագույն կով։ Ասում է որ երեխային ասես նայ մանուշակագույն կովը, ինչ կան երեխան, անմիջապես կշրջվի կասի ուրա մանուշակագույն կովը։ Այսինքն դա հենց տարբերակման դիֆերենցման գաղափարն է, որ եթե դու մանուշակագույն կով չես, ճակերտներով ինքը այդ կոնցեպտն է տանում առաջ, եթե դու մանուշակագույն կով չես, դիֆերենցված չես, եթե դու դիֆերենցված չես, դու այդ հարյուրավոր
քեզ նմանների ուրեմն խմբի մեջ կորչելու ես։ Եվ շատ հետաքրքիր վերնագինն է այդքան լավը։ Մեջը մաքուր մարքեթինգ է, այն մարքեթինգը, որը շատ վաղուց դրա մասին գիտենք, կար հələ Կոտլերներ 80-ականների 70-ականների վերջին դրա մասին գրում, բայց կա հետաքրքիր ձև այդ կոնցեպտը ներկայացնում, այսինքն ճակերտավոր մանուշակագույն կովն է այսօր ավելի ուշադրություն գրավողը, որը տարբերվող է։ Բարձ է։ Ուրեմն մյուս կարևոր բանը ուզում եմ ասեմ, որ ձեր դիֆերենցումը, եթե դուք ուզում եք դիֆերենցվել, ինքը մենակ ասելով չի, էլի, որ ասենք մենք ուրիշ ենք։ Հիշում եք ժամանակ Ռանքենզին շատ լավ ռեկլամ ուներ։ Մերն ուրիշ է, մերն անուշ է։ Շատ լավ են այդ ռեկլամը անում, դիֆերենցում էր։ Այսօր էլ մեկ այդ գնում պոնչիկ, դեր գնում պոնչիկանոց, այնպես չի, որ ուրիշ ավելի լավ պոնչիկներ չկան, բայց դիֆերենցված է, այդտեղ նոստալժի մարքեթինգի էլեմենտ կա, հիշողությունների դիֆերենցված է, պոնչիկանոցը մնացել է իր ամիջով նույնը, բայց ինքը որպես բրենդ, ինքը դիֆերենցված է, շատ կան այդպիսի բաներ, որպեսզի գովազ չլինի։ Բայց մենակ ասելով չեք կարա դիֆերենցվել։ Դա եմ ուզում նաև ձեզ ասել, եւ ինչի եմ ես այդ կուրսը դրել դիֆերենցիալ մարքեթինգի 2 ամսվա խորը կուրս է։ Ինչի եմ դրել, որովհետեւ մենակ ասելով որ լինել է սովորել պետք չէ։ Գրանք ասենք թե մենք ուրիշ ենք, մերն անուշ է, մերն ուրիշ է, չգիտեմ, մերը նուշ է, մերը պուպուշ է, այդպես չի լինի։ Դրա համար պետք է գրագետ սովորել հասկանալ, թե դա ոնց է պետք անել։ Պետք է իմանալ, դի գործիք է, լուրջ գործիք է։ Իդեպ քանի որ դասընթացից խոսք գնաց, ես մեր դասընթացի լինքը տամ, ովքեր որ կհետաքրքրվեն կուզենան, անպայման մենք եք գրանցվեք ապրիլի 21-ից սկսում ենք դասընթացը։ Մյուս կարևոր բանը, որ պետք է հասկանանք, որ այդ է ասում, որ պրոստը ասել թե պարզապես դիֆերենցվել, դա քիչ է։ Մենք պիտի կարողանանք մեր դիֆերենցումը իմաստալից դարձնենք, հասցնենք հաճախորդին, ինքը պիտի հասկանա, այդ ինչով ես դու դիֆերենցված։ Հա, տարբեր ես, այլ ես, բայց ինչով։ Դրա համար Ռանքենզին ասում է մենք ուրիշ ենք, հետևից էլ մի հատ կին գալիս ասում է մերն ուրիշ են, այլ ասում է մերն անուշ է։ Մյուսը կարող ասել մերն ուրիշ է, մերը, չգիտեմ, պուպուշ է կամ մերը էժան է, կամ մերը քաղցր է, բայց ասում է մերն անուշ է։ Այսինքն համով եք անուշը հանությամբ եք դիֆերենցված։ Ուրեմն նախ պետք է իմաստ արտահայտի ձեր դիֆերենցումը, ապրեք, բայց ոնց որ տեսնում քիչ եք ապրեք որ նշում եք։ Ուրեմն իմաստ պետք է արտահայտի։ Երկրորդը շատ կարևոր մի բան, ձեր դիֆերենցումը պետք է հնարավորինս ցույց տալ։ Մարդը պիտի տեսնի, պիտի ասի, «Բեր տեսնեմ, այդ ինչն է, այդպես անուշ, որ ասում եք, այդպես անուշ է»։ Ինքը կծի փորձի ասի, «Հա, այլ ես ինչ անուշ էր, ես ինչ համով էր»։ Անուշը համել, այսինքն պետք է լինի ցուցադրելի, ներկայացնելի։ Մյուս կարևոր բանը, ձեր դիֆերենցումը պետք է շատ դժվար լինի պատճենել, կոպի անել։ Որովհետեւ թե արագ կոպի արեցին դիֆերենցում չի, դա նույն բանը պրոստը ուրիշ ձև եք ասում։ Դա շատ հանգիստ կարելի է կրկնօրինակել։ Եվ չորրորդը, ձեր դիֆերենցումը պետք է կայուն, անընդհատ երևա, անընդհատ ոչ թե մի անգամ մի բանով դիֆերենցվեք ու վերջանա գնա, այսինքն դուք կայուն, անընդհատ, շարունակական պետք է դիֆերենցվեք եւ այդ դիֆերենցումը ցույց տաք, անընդհատ պետք է ցույց տաք, անընդհատ պետք է ցույց տաք, որ դուք ուրիշ եք, ձերն ուրիշ է, ձերը տարբեր է, ձերը եզակի է, ձերը առանձնահատուկ է եւ այլ եւ այլ։ Պարզակ դիֆերենցումը պետք է կապ ունենա ձեր բիզնեսի բնական առավելությունների հետ, ձեր բրենդի բնական առավելությունների հետ։ Եթե ես ինձ որպես օրինակ խորհրդատու կամ բիզնես տրեյներ ուզենամ դիֆերենցեմ, պիտի կապված եմ ուղիղ իմ հետ, ու դա բնական պիտի լինի։ Ես չեմ կարող արհեստականորեն գնամ, ասեմ տատու անեմ, դեմքիս, տատուի վրա գրեմ smart, ասեմ դեմքի գրածա smart, ես դիֆերենցվեցի։ Նախ դա հիմարություն է, երկրորդն է մեկ ուրիշն, եթե շատ հաջողված քեզ լինի, ինքն էլ կգնա գրի smart, դառնա դիֆերենցված։ Այսինքն կոպիանը չպիտի պետք է բնական լինի։ Այսինքն ինչքան authentic, բնական, իրական է ձեր դիֆերենցումը, այնքան հաջողված է։ Դրա համար անհատի դիֆերենցումը իր ամբողջ խառնվածքի, իր կյանքի ապրած փորձի, ամեն ինչի հետ է կապված։ Նույնը բիզնեսի դիֆերենցումը պետք է կապված լինի ամբողջ փորձառության, փորձառության կորը պետք է բարձր լինի։ Էքսպերտայնության հետ պետք է կապված լինի։ Դա է դիֆերենցումը։ Ինձ որ հարցում են, ասում են, ինչու մնա ձեր խորհրդատվական պրակտիկայի այդ մեծ հաջողությունը, որ դուք որ ընկերություն մտնում եք, այդ կարգի ճիշտ խորհրդատվություն եք տալու, այդպես օծիվներ եք ստանում, հələ դասերից չասեմ։
ասում դա կապված է նրա հետ, որ ժամանակի շատ ենք սխալվել, այդ սխալները այլևս չենք գործում, մենք ճիշտը գիտենք, այդ սխալների հիման վրա նաև դրա հետ է կապված, իհարկե գիտելիքը, շարունակական կատարելագործումը միշտ կա, բայց այն ճանապարհը, որ անցել ենք մենք, այդ ճանապարհն է մեզ դարձրել այդպեսին։ Այդ ճանապարհը բնական է, ուրիշ մեկ այդ ճանապարհը, որ անցնել է, 20-25 տարի պիտի անցնի, եւ կարող է այդքան ժամանակ անցնի, բայց այդ ճանապարհը չանցնի։ Ամենադեպս դիֆերենսը պետք է ուղիղ կապված լինի քո ուրեմն բնական առավելությունների հետ եւ քո արժեքների հետ, դա շատ կարևոր բան է։ Եվ ամենահզոր դիֆերենցումը, այս միտքն էլ ասեմ, փորձեմ ամբողջացնել, ամենահզոր դիֆերենցումը նա է, որ ինքը զուգահեռաբար կարողանում է ազդի հաճախորդի եւ էմոցիոնալ եւ ռացիոնալ ուղեղների վրա։ Այսինքն եւ էմոցիոնալ առումով ես դու կարողանում դիֆերենցվել եւ ռացիոնալ առումով, այսինքն էթոսն էլ, լոգոսն էլ, ավելի շուտ պաթոսն ու լոգոսը պետք է նույն ազդեցությունը տեսնեն։ Այսինքն եւ էմոցիոնալ մասը եւ ռացիոնալ մասը պետք է ասի, դե այո, էլի իսկապես շատ տարբեր է, ուրիշ է։ Որ մի բան է գնում առնում, չգիտեմ, մեծ գնում եք կատարում, բնակարան եք առնում։ Չէ՞ որ բնակարանը եւ պետք է էմոցիոնալ վիզուալ առումով ձեզ առանձնահատուկ թվա իր դիզայնը, տեղադիրքը, չգիտեմ, իր ոճը, ամբողջ ուրեմն կահույքը եւ այլն, դա էմոցիոնալ մասն է, բայց ռացիոնալ մասով է պետք է դիֆերենցված լինի, պետք է դնեք գումար եք, բաժանեք, բազմապատիկ հասկանաք, որ այսքանով հանդերձ ինքը նաեւ տրամաբանորեն լավագույն առաջարկն է, գումար, քառակուսի մետր, չգիտեմ, տեղանք եւ այլ առումով ինքը լավագույնն է։ Շատ կարևոր է, որ հաճախորդի երկու ուղեղների հետ էլ կարողանանք աշխատել, էմոցիա եւ ռացիոնալ ուղեղի հետ։ Ուրեմն այսօր այսքանն է ուզում ձեզ դիֆերենցման մասին ասեի, ուզում եմ ասեմ, որ մարքեթինգը լուրջ գիտություն է, բավական լուրջ գիտություն է, գնալով ավելի լրջանում, ավելի բարդանում այդ գիտությունը, դա ընդհանրապես գովաստ չի, դա ընդհանրապես SMM չի, դա ընդհանրապես կնոպկա սեղմել, քլիկ անել կամ ինչ-որ բաներ անիմաստ կրեատիվներ անել չի, այդ կրեատիվները վաղուց դադարել են արդյունավետ լինելուց, այն մարքետոլոգը կամ NSM-շիկը, որ մենակ կնստի կրեատիվներ անելու վրա, իմացեք ինքը քամուն է տալիս ձեր մարքեթինգային ջանքերը, ես դրա մասին իմ հարցազրույցում խոսել եմ քիչ առաջ, որ ասացի ապա կնայեք, թե ինչա կատարվում սխալ մարքեթինգի պայմաններում, մարքեթինգը դա գիտություն է, առաջին հերթին այսօր դարձել է հաճախորդի ուշադրությունը գրավելու կլանելու գիտություն, դրա համար այդքան թվային հարթակներում անընդհատ ալգորիթմներ է փոխվում, առաջի 3 վայրկյան, առաջի 15 վայրկյան, ռիդի առաջի բառերը, ռիդի առաջի տեքստերը, այդ ամեն ինչը շատ կարևոր է, որտեղ հաճախորդների ուշադրության համար պայքարում են գիգանտները, խոշորագույն ընկերություններից սկսած, բոլորը տանում են ձեր հաճախորդի ուշադրությունը։ Դուք կարողացաք ձեր բնական կոնտենտով, իրական կոնտենտով, ուրեմն խորը բովանդակությամբ, էքսպերտայնությամբ, վստահելիությամբ հաճախորդին կարողացաք բերեք դեպի ձեզ, ուրեմն կբերեք։ Եթե չէ, դուք մրցակցության մեջ ժամանակի հարց է, ինչքան արագ եք դուրս գալու մրցակցությունից։ Դրա լավագույն լուծումը դիֆերենցվելն է, դրականորեն դիֆերենցվելն է եւ դիֆերենցման արդյունքում ռազմավարական ճիշտ ուղղություն ընտրել եւ ճիշտ գործողություն կատարելն է։ Այսքանը դիֆերենցման մասի շրջան։ Այն կոնցեպտը, ինչ որ ես առաջ եմ տանում։ Մարքեթինգի հիմնական նպատակը դա ընկերության կամ բրենդի դրական դիֆերենցումն է հաճախորդի աչքերում կամ իր անկալման մեջ, երկրորդը մարքեթինգի հիմնական նպատակը այսօր դարձել է հաճախորդի ուշադրության համար պայքարը, մարքեթինգը չպետք է ֆոկուսավորվի մրցակիցների վրա, ընդհակառակը ինքը պետք է առանձնանա մրցակիցներից, որպեսզի կարողանա ձևավորել ուրույն կոնտենտը եւ ուրույն առաջարկը, մարքեթինգի հիմնական գերնպատակը պետք է լինի բրենդի եւ առաջարկի ծառայության պրոդուկտի եզակիության ձևավորումը, դա էլ է տեխնոլոգիա, դա էլ է դասերի ընթացքում անցնում, այդ եզակիության ձևավորումն է հենց բերում նրան, որ դու կարողանում ես մրցակցային առավելություն ունենաս, մարքեթինգը պետք է պայքարի մարքեթինգային աղմուկից բրենդը ուրեմն առանձնացնելու վրա եւ մարքեթինգի գերնպատակը պետք է լինի, որպեսզի դա ճիշտ աշխատանքը բերի վաճառքներ։ Եթե մարքեթինգը չի բերում վաճառքներ, ուրեմն ինքը օգտակար մարքեթինգ չի, ինքը էֆեկտիվ չի, որտեղ մարքեթինգի գերնպատակը վաճառքին աջակցելն է, նպատակը վաճառքին աջակցելն է, իսկ գերնպատակը այնպես անել, որ վաճառելու ջանքերը անիմաստ դառնան, այսինքն այնքան ճիշտ աշխատի մարքեթինգը, որ վաճառելու կարիք չունի։ Մարդիկ կան, ասեն ուզում եմ արդեն ես գիտեմ, ինչ ապրանքային, ինչ առավելություններ, ինչ օգուտներ ունի, ես ուզում եմ տվեք, վաճառելու մնա ընդհանրապես տալը։ Պարզեցված եմ դա մի քիչ ասում, բայց այդպես է։ Իրականում այդպես է, լավ։
լավ եղեք, հաջողություն ձեզ։